Բարև ձեզ, օրվա լրահոսի կարևոր նորություններն է ներկայացնում Հորիզոն լրատվականը 26 հունիսի ուրբաթ։ Սահմանադրական դատարանը քննում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումները։ Հիշեցնենք, դատարան են դիմել Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները, Միասնության թևեր, Դեմոկրատիաորեն կարգապահություն, Բարգավաճ Հայաստան, Հանուն Հանրապետության, Նոր ուժ կուսակցությունները։ Դատավարությանը որպես երրորդ տանձ ներգրավել ընտրություններում հաղթած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Հիմնական պատասխանող նշանակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Հարակից պատասխաններով հանդես են գալիս Դատախազության ներքին գործերի նախարարության հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները։ Գործով զեկուցողը Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանն է։ Միավորված գործի դատաքննությունը անցկացում է բանավոր ընթացակարգով։ Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Դատարանի նախագահ Արման Դիլանյանը տեղեկացրել է, որ գործով որոշում կայացնելու համար Սահմանադրական դատարանը քիչ ժամանակ ունի։ Ըստ այդմ առաջարկել է նիստ անցկացնել նաև առաջիկա ոչ աշխատանքային օրը հունիսի 27-ին։ Նիստի ընթացքից կհասկանան կիրակի նիստ գումարելու անհրաժեշտություն կլինի, թե ոչ, նշել է Սահմանադրական դատարանի նախագահը։ Արդեն հայտնի է, որ իշխող կուսակցության 9-րդ գումարման ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է։ Շրջանառվում են նաև ազգային ժողովի փոխնախագահների թեկնածուների անուններ, ինչպես եւ երբ են տեղի ունենալու ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահի ընտրությունները։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։ Այսքանը շնորհակալ։ Լրագրողներին առաջինը հենց վարչապետն այս մասին հայտնեց։ Նիկոլ Փաշինյանը հեռացավ որևէ այլ տեղեկություն ու մեկնաբանություն չտալով։ Օգոստոսին ձևավորվող նոր խորհրդարանի ազգային ժողովի նախագահի թեկնածուին քաղաքացիական պայմանագիր կուսակցության 20 հոգուց բաղկացած վարչությունն ընտրեց փակ գաղտնի քվեարկությամբ։ Այդ պաշտոնի համար առաջադրվել էին 3 թեկնածուներ՝ ազգային ժողովի գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ես չեմ կարող ասել սպասելի էր կամ անսպասելի էր, բայց շոյված եմ արդյունքից, այսպես ասեմ։ Արդյունքներից շոյված Ռուբինյանը չմանրամասնեց, թե որ թեկնածուի օգտին քանի ձայն է գրանցվել, միայն ասաց, որ իր կարծիքով Ալեն Սիմոնյանը խորհրդարանի շատ լավ նախագահ է եղել, հիշեցնելով Սիմոնյանն առաջինն է Հայաստանի պատմության մեջ, որ մի ամբողջ ժամկետ ղեկավարել է ազգային ժողովը, նախորդները վաղաժամ են թողել խոսնակի պաշտոնը։ Ենթադրում եմ, որ գործընկերների մեծ մասը համարել է, որ այս փուլում ճիշտ կլինի, որ ես զբաղեցնեմ այդ պաշտոնը եւ դա նորմալ գործընթաց է։ Ալեն Սիմոնյանն էլ նիստից հեռացավ առանց որևէ մեկնաբանության։ Միայն առավոտյան Facebook-յան իր էջում գրառում կատարեց եւ շնորհավորեց Ռուբինյանին քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության կողմից ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը հանուն Հայաստանի Հանրապետության։ Ռուբինյանի արձագանքը Սիմոնյանի շնորհավորանքին չուշացավ։ Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի եւ 8-րդ գումարման ազգային ժողովի նախագահի աշխատանքը փայլուն կատարելու համար։ Ռուբեն Ռուբինյանին դեռ 3 շնորհավորեց նաև ազգային ժողովի նախագահի թեկնածության համար առաջադրված Հայկ Կոնջորյանը։ Նա էլ վստահություն հայտնեց, որ այդ աշխատանքը Ռուբինյանը կկատարի մեծ պատասխանատվությամբ եւ արդյունավետորեն։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ռուբինյանին հաջողություններ մաղթեց նաև Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քլչը։ Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանը նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնացն է։ Հայաստանի ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորում եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկերոջը Ռուբեն Ռուբինյանին, որի հետ 4 տարվա ընթացքում ձևավորել ենք արդյունավետ համագործակցության մշակույթ եւ անկեղծ բարեկամություն։ Նրան մաղթում եմ շարունակական հաջողություններ նաեւ նոր պաշտոնում։ Այս նոր պաշտոնում Ռուբինյանը դեռ պետք է ընտրվի, իսկ ազգային ժողովի նախագահի ընտրությունը կազմակերպվում է նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում։ Թեկնածու կարող են առաջադրել բոլոր խմբակցությունները։ Խոսնակն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Ռուբեն Ռուբինյանը ծնվել է 1990 թվականին Երևանում, 2019-ից 21 թվականներին եղել է ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2021 թվականից մինչ օրս զբաղեցնում է ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։ Ազգային ժողովի նախագահը ունենում է 3 տեղակալ, որոնցից մեկը ընդդիմության կազմից։ Իշխանության կողմից 9-րդ գումարման խորհրդարանի 2 տեղակալների թեկնածուների անուններ արդեն շրջանառվում են։ Առաջադրվել են Վահագն Ալեքսանյանը եւ Ալխաս Ղազարյանը։ Վահագն Ակոբյան, Հորիզոն։
Վենեսուելայում տեղ ունեցած երկրաշարժի հետևանքով կան վիրավոր եւ անետ կորած հայեր։ Վենեսուելայի հայն համայնքի հոգևոր տեսուչ Պետրոս եպիսկոպոս Մանուելյանը հայտնել է, որ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մշտական կապի մեջ հայ համայնքի հետ հետևում է իրավիճակին։ Կիլիկիո կաթողիկոսության հաղորդագրության համաձայն երկրաշարժը մարդկային նյութական մեծ վնասներ է հասցրել։ 2 հայ ընտանիքի տուն է քանդվել եւ վիրավոր ու կորած հայեր կան։ Առնվազն 235 զո, ավելի քան 4300 վիրավոր, հազարավոր անետ կորածներ ու գրեթե 3000 անօթև ընտանիք։ Ժամ առ ժամ ավելանում են Վենեսուելում տեղ ունեցած 2 հզոր երկրաշարժերի զոհերի ու տուժածների թիվը։ Փրկարարները երկրորդ օրն անոթ մեջ շարունակում են որոնողական աշխատանքները։ Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը դեռ կավելանա։ Վենեսուելայում վերջին ավելի քան 100 տարվա ընթացքում ամենահզոր երկրաշարժերից հետո 2 օր է շարունակվում են որոնողափրկարական աշխատանքները։ Վենեսուելան ընդհանրապես սեյսմիկ ակտիվ գոտում է։ Այն գտնվում է աշխարհագրական 2 կարիբյան եւ հարավամերիկյան սալերի միջնամասում։ Ուստի երկրաշարժերն այստեղ հազվադեպ չեն, բայց այսպիսի հզորությամբ երկրաշարժեր այստեղ չէին գրանցվել 1900-ականներից սկսած։ 2 հզոր երկրաշարժերը տեղի են ունեցել ընդամենը հաշված վայրկյանների տարբերությամբ։ Տեղական ժամանակով երեկոյան ժամը 18-ի սահմաններում տեղի ունեցած 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից ընդամենը 39 վայրկյան անց տեղի է ունեցել երկրորդ 7.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումը, որի էպիկենտրոնը եղել է Յարակույ նահանգի Յումարե քաղաքի հարավ-արևելքում։ Այդ 2 հզոր երկրաշարժերին հարյուրավոր հետցնցումներ են հաջորդել։ Ամենամեծ վնասը կրել են Կարակասը եւ Լա Գուայրա նահանգը։ Տասնյակ շենքեր փլուզվել են կամ լրջորեն վնասվել։ Բազմաթիվ մարդիկ ստիպված են եղել գիշերել փողոցներում վախենալով վերադառնալ վտանգավոր դարձած բնակարաններ։ Երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը երկրում արտակարգ դրություն է հայտարարել, իսկ ժամեր հետո անձամբ այցելել աղետից տուժած շրջաններ։ Մենք այստեղ ենք Մակուտոյում աջակցելու մեր ժողովրդին, որոնելու եւ գտնելու այն մարդկանց, ովքեր մնացել են փլատակների տակ։ Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում աղետից տուժածներին։ Մենք փորձելու ենք գտնել որքան հնարավոր է շատ ողջ մնացած մարդկանց։ Որոնողափրկարական աշխատանքներում այժմ ներգրավված են ոչ միայն փրկարարները, այլև Վենեսուելայի զինված ուժերը։ Աղետի գոտի են տեղափոխվել անվտանգության ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ եւ ծանր տեխնիկա, փլատակների մաքրման ու որոնողափրկարական աշխատանքները արագացնելու համար։ Իշխանությունները նաեւ առաջնահերթ երթուղիներ են բացում փրկարարների անխափան տեղաշարժը ապահովելու նպատակով։ Միջազգային հանրությունն արդեն արձագանքել է աղետին։ Միացյալ Նահանգները հայտարարել է $150 միլիոն օգնության տրամադրման մասին, իսկ Իսպանիան փրկարական խմբեր է ուղարկում Վենեսուելա։ Աղետի գոտի համարվող Լա Գուայրա նահանգի 2 հիմնական հիվանդանոցները լիովին ծանրաբեռնված են։ Բժշկական պարագաների եւ անհրաժեշտ միջոցների խիստ պակաս է զգացվում։ Վենեսուելային օգնելու շտապող երկրները պատրաստակամություն են հայտնել ոչ միայն որոնողափրկարական աշխատանքներին մասնակցող թիմեր ուղարկել, այլև բժիշկների խմբեր, դեղորայք ու հումանիտար այլ օգնություն տրամադրել։ Կրիստիան Լագուլյան, Հորիզոն։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սահարը հայտարարել է, որ կառավարության հաջորդ նիստում ներկայացնելու է հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծ։ Նա այդ մասին գրել է X-ի էջում։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչումը բարոյական եւ պատմական պարտավորություն է, մասնավորապես ասել է նա։ Արտգործնախարարը նաեւ հայտարարել է, թե վճռականորեն պետք է դատապարտել պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում։ Նրա խոսքով բանաձևը հետագայում կներկայացվի Քնեսետի քննարկմանը։ Հիշեցնենք, որ արտաքին գործերի նախարարի այս հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ բավական լարված են Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները։ Գյումրիի հավագանու կազմում հերթական փոփոխությունն է եղել։ Մանդատի փոխարինում է եղել մեր քաղաքը խմբակցությունում։ Հավագանու անդամ Արտակ Հովսեփյանը վայր է դրել հավագանու մանդատը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 3 արտահերթ նիստում քննարկել է մանդատից հրաժարվելու դիմումը եւ հաստատել մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ տեխնացու Արա Պետրոսյանին այն փոխանցելու մասին հայտադիմումը։ Հավագանու անդամ Արտակ Սամվելի Հովսեփյանը վայր է դրել մանդատը, օրակարգում մի հարց է հեշտական հաջորդ տեխնացուի մանդատ տրամադրելու, ով է կողմովակարգին, խնդրում եմ քվեարկել, օրակարգը հաստատված է։
Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը, որը պետք է կայաներ ժամը 14:30-ին, տեղափոխվել էր եւ սկսվեց ժամը 17-ին, օրակարգում ունենալով մեկ հարց. Գյումրիի ավագանու մեր քաղաքը խմբակցության անդամ Արտակ Հովսեփյանի մանդատից հրաժարվելու մասին դիմումի քննարկումը։ Օրենսդրական կարգավորումով, եթե ավագանու անդամը հրաժարվում է իր մանդատից եւ այդ պաշտոնից բխող բոլոր լիազորություններից, այս պարագայում թափուր մանդատը փոխանցվում է նույն կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը արձանագրում է. Գյումրի համայնքի ավագանու մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվում է մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արա Ռոբերտի Պետրոսյանին։ Ես ընտրությունների մասնակից եմ եղել քաղաքապետի համայնքային ընտրություններին, այդ ձևի է ստացվել, մի եկի հասել է իմ հերթը, վերցնելու եմ եւ ի բարօրություն Գյումրիի եւ գյումրեցիների համար։ Արա Պետրոսյանը նախկինում պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Շիրակ ջրմուղկոյուղի ընկերությունում, եղել է Արփիլիճ ազգային պարկի տնօրենը։ Իր թիմակցի Արտակ Հովսեփյանի մանդատից հրաժարվելու որոշումը գնահատում է բացառապես անձնական կամքի դրսևորում, որին քաղաքական թիմը արձագանքել է հարգանքով եւ ընդունել է այն։ Մանդատը վերցնելու եւ ընտրատարածքայինում արտահերթ նիստին մասնակցելու մասին տեղեկացել էր ժամեր առաջ։ Նշում է, թե մի քանի օր քաղաքում չի եղել, Երևանից քիչ առաջ էր վերադարձել։ Ես քաղաքում չեմ եղել, նոր մի քիչ առաջ եմ եկել, ինձ տեղեկացել են, որ իմ հերթական համարն է, ուստի իսկ մնացած մանրամասները թիմի հետ կամ լրատվության մեր բաժնի պետը ավելի հանգամանալի ծեր հարցերին կպատասխանի։ Ավագանու նոր անդամը տեղյակ չէր, որ հունիսի 25-ի ավագանու հերթական նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով։ Քաղաքացիական պայմանագիրը չէր եկել նիստին, իսկ մեկ մանդատ պակասում էր իրենց խմբակցությունից, եւս մեկը Մայր Հայաստանից։ Արա Պետրոսյանը վստահեցնում է, մանդատափոխությունները չեն ազդելու իրենց քաղաքական թիմի ավագանու գործունեության սկզբունքների վրա։ Ոչ մի բան իմ մոտ փոփոխության չկա, այդ թիմը ինձ հոգեհարազատ թիմ է, ոնց թիմը որոշեց այդ ձևով էլ մենք մեր աշխատանքները կկատարենք։ Մանդատը վայր դրած ավագանու անդամ Արտակ Հովսեփյանը այժմ գտնվում է տնային կալանքում։ Մեկ ամիս առաջ հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն էր իրականացրել նրա բնակարանում։ Հովսեփյանը ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում նախընտրական բարեգործության արգելք խախտելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով։ Մեր քաղաքը խմբակցությունը, որն ավագանիում ունի 6 մանդատ, վերջինիս տնային կալանքի տակ գտնվելու պատճառով նիստերին մասնակցում էր ոչ ամբողջական կազմով։ Արտակ Հովսեփյանը ավագանու անդամից հրաժարվելու դիմում ներկայացրել էր հունիսի 19-ին, բայց քննարկման դրվեց 3 հունիսի 25-ին։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը բարձաբանելով օրենքը նշեց, որ ժամկետների խախտում թույլ չեն տվել։ Ընտրական օրենսգրքով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 7-օրյա ժամկետում պետք է նիստ գումարի։ Պլանավորել ենք 2.5 անենք, բայց տեխնիկական պատճառներով մեկ օր առաջ 3 առավոտ պարզ դարձավ, որ 2.5 հնարավոր չի լինի, կարող է քվորում չլինի, դրանից խուսափելու համար մենք կայքում էլ փոխեցինք ժամանակը, ժամը 5-ին դրեցինք, որ խնդիր չառաջանա, բոլորը ներկա էին, հանձնաժողովի անդամները, մենք լրիվ օրենքի մեջ տեղավորված։ Ըստ ընթացակարգի ավագանու անդամը հրաժարականի դիմումը նախ ներկայացնում է լիազոր մարմին, տվյալ դեպքում քաղաքապետարան։ Տնային կալանքի տակ գտնվելը որպես կանոն չի հանդիսանում խոչընդոտ ավագանու մանդատից հրաժարվելու համար, քանի որ գործընթացը իրականացվում է գրավոր, առանց անձի ֆիզիկական ներկայության անհրաժեշտության։ Մեզ ուղղակի համայնքապետարանից արձանագրությունը կազմելուց հետո մենք տեղեկացնում ենք, մեզ ուղարկվում է արձանագրության օրինակը եւ այդ արձանագրության հիմք հանդիսացող դիմումը։ Մենք չենք ընդունում այդ հրաժարականը։ Այդ հրաժարականը ընդունում է այդ պահին գործող համայնքի ղեկավարը։ Գյումրիի կառավարման 1 տարին աչքի ընկնում արագ ու լարված քաղաքական զարգացումներով։ Թիմ գործադիր եւ օրենսդիր մարմիններում դասավորումներ են տեղի ունենում։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը այս 1 տարվա ընթացքում մանդատափոխություններ արձանագրել է ավագանու բոլոր 4 քաղաքական ուժերում էլ։ Ընդհանուր 8 մանդատի փոփոխություններ են քննարկել։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։
2026 թվականի սուբվենցիոն փողոցաշինական ծրագրի մեկնարկն ուշանում է, դեռ շինմրցույթներ չեն անցկացվել, 21 փողոցի համար շինարար ընտրելու մասին է խոսքը։ Քաղաքապետարանը այս ընթացքում հասցրել է անցած տարվա սուբվենցիոն փողոցների շինմրցույթներն ավարտել, որտեղ դեռ շինարարության փուլին չեն հասել։ Այն, ինչ արվում է մի քանի փողոցներում, 2024 թվականից անավարտ թողած աշխատանքների շարունակությունն է։ Հետաձգված ծրագրերի համար նոր ժամկետներ չկան հստակեցված։ Ընդամենը 300 մետր երկարության Շահինյան փողոցը 2024 թվականին պետք է նորոգված լիներ։ Սուբվենցիոն հայտով այդ տարվա այն 20 փողոցների շարքին է դասվում, որոնց ամբողջական ասֆալտապատումը մինչև հիմա ավարտված չէ։ 5 տարուց մնացածն անցած 2025-ի ամռանն են սկսել նորոգել։ Շահինյանը դեռ խճապատ է, շինարարություն նկարահանման պահին էլ օրը ցերեկով չկար։ Եվս 6 այսպիսի փողոց կա առանջին աշխատանքի։ Պայմանը այսպիսին եղել, որ 2/3-ը պիտի հանձնեին, այսինքն շինարարը կատարել են պայմանագրային պարտավորությունը կատարել են։ Հիմա մնացած 7 փողոցը հիմա ընթացքի մեջ են եւ առաջիկայում շատ շուտ կավարտվեն դրանք։ 2024 թվականի ծրագրով 2025-ի նորոգումներն ավարտել են 13 փողոցներում, որոնց համար երաշխեկային ժամկետ է գործում։ Եթե 3 տարվա մեջ թերությունների հայտ կան, շինարարն իր միջոցներով է վերացնելու։ Իսկ դրանք նոր հիմնանորոգվող փողոցներում բազմաթիվ են։ Նոր սարքած փողոցներում նաև ներքին կոմունիկացիոն ցանցի վտարների պատճառով է կրկնակի գործ բացվում։ Այն որ դրանք մեծ մասը հնամաշ համակարգեր են, երբեմն հատկապես էլեկտրոցանցի պարագայում վտարներ են տեղանում, բնականաբար վտարը պիտի վերացվի։ 2024-ի ծրագիրն անավարտ է, 2025-ի սուբվենցիոն փաթեթով էլ հաստատված 18 փողոցներում աշխատանքների մեկնարկը տրված չէ, թեև շինմրցույթներն ավարտել են, ընկերությունները հայտնի։ Նման տեմպերը ենթադրում են, որ 2026 թվականի սուբվենցիոն փաթեթ մտած 21 փողոցների հիմնանորոգումը հազիվ թե ժամանակին սկսվի։ Փողոցներով նախագծերն ունեն, բայց շինմրցույթ դեռ չի եղել։ Փողոց ասելով մենք պիտի հասկանանք, որ սրանք լիարժեք ամբողջական փողոցներ չեն, փողոցի մասեր են։ Նու ինչպես գիտեք, փողոցները ըստ հարմարության, նաև մենք կաբող օղակներ, այնտեղ նրբանցներ կան, փագուղիներ կան, անցումներ կան, այդ բոլորը մեր մոտ միավոր է, առանցին միավորով հանդես գալիս։ 2024-ի անավարտ 7 փողոցով 2025 թվականի 18, 2026-ի 21 փողոցներով դեռ չսկսված ծրագրերով, այդուհանդերձ քաղաքապետարանում 2027 թվականի համար են սուբվենցիոն փաթեթ կազմել, որում ընդգրկված է 48 փողոց։ Հաջորդ տարվա համար գրված ծրագրում միայն փողոցներ չեն, համայնքային ենթակայության 2 մարզական կառույցների հիմնանորոգում են առաջարկում։ Մեկը Գյումրի համայնքի Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոց խաղակի շենքի վերակառուցումը, փորձում ենք ամբողջությամբ վերանորոգել մարզադպրոց ամբողջությամբ ենթակառուցվածքներ նույնպես եւ դրան գումարած բացօթյա մարզասրահ։ Երկրորդը Գյումրի համայնքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց խաղակի մասնաշենքի կառուցում։ 2027-ի սուբվենցիոն փաթեթը ավականու նիստում էր քննարկվելու, բայց բանը դրան չհասավ, նիստը տեղի չունեցավ։ Միաժամանակ քաղաքապետարանը շարունակում է սպասել 10 էլեկտրական ավտոբուսների Գյումրի տեղ հասնելուն, որոնք 2023 թվականից են հաստատվել։ Տեխնիկական խնդիրներ կան, որոնք խանգարում են իր կրող ընկերություններին մասնակցել մրցույթներին։ Ներկայացված տեխնիկական բնութագրերով նշված գումարով մենք չենք կարող ձեռք բերել 10 էլեկտրական ավտոբուս, դիմեցինք մեր մարզբետանի գործընկերներին, որովհետեւ 10 տեղը նույն գումարով ձեռք բերենք 9 մեքենա, նրանք էլ ուղարկել են նախարարությունը հիմա ընթացքի մեջ է։ Սպասման մեջ է եւս 2 ծրագիր՝ 100 սոցիալական բնակարաններով 2 շենքերի կառուցման եւ ջերմակ հիվանդանոցի վերականգնման առաջարկներով։ Բնակարանաշինական ծրագիրը ոչ հաստատվում, ոչ էլ մերժվում է, իսկ ջերմակի համալիր փորձաքննությունը նոր է ավարտվել։ Այն ուղարկվել է միջգերատեսչական հանձնաժողով։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմի համար այսքանը, թարմացված նորություններով հետևեք Հորիզոնի հետագա թողարկումներին։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։